Ասենք սրտանց փառք Տիրոջը քուրեր եղբայրներ ջան, թող Տերը օգնական լինի, որ մեր լսելիքները այո իրապես խոսքը լսենք, մի հատ կտրվենք այն մեր առօրյայի հոգսից, դժվարություններից, որովհետև մտնելով Սուրբ Հոգու դաշտի մեջ, խոսքի մեջ, ոնց որ ամբողջ ուշքը միտքս տրամադրվում եմ, լսելու խոսքը Սուրբ Հոգին այդ անձը պետք է այո կերակրի, կշտացնի, լեցնի եւ բացի Տիրոջ սքանչելիությունը, գեղեցկությունը եւ մեր սրտերը իրապես հոր սիրով պետք է լեցվի, ուրախանա, Տիրոջ անունը փառավորվի։ Դրա համար մեր կողմը կա, որ այո այդ փափագով, ծարավով, հնազանդվելով խոսքի առաջ, Սուրբ Հոգին պետք է մեր սրտերը այսօր ուրախացնի, լեցնի իր հոգով։ Տիրոջ անունը փառավորվի։ Կարդամ ուրեմն 2 Տիմոթեոս 3 գլուխ 16 խոսքից եմ կարդում։ Բոլոր գիրքը Աստծո շունչն է, օգտակար է սովորացնելու, հանդիմանելու, շտկելու եւ արդարության մեջ խրատելու համար, որպեսզի Աստծո մարդը կատարյալ ըլլա ամեն բարի գործերու պատրաստված։ Տիրոջ անունը թող փառավորվի քուրեր եղբայրներ ջան։ Ուրեմն մեկ աղբյուր էլ կա, որ այո բոլոր գիրքը Աստծո շունչն է, որովհետև գրվել է Աստծո շնչով։ Մարդիկ գրել են, ճիշտ է, մարդն է գրել, բայց հեղինակը Սուրբ Հոգին է եղել։ Այսինքն որպես անոթ, որպես գրիչ ես գրել եմ, ինձի ոնց որ թելադրվել է, հասկանում եք։ Դրա համար թող մեր միտքը պահի Սուրբ Հոգին, շատ այտենց մտքեր ենք լսում, էսի հրյաներն են գրել, էսի սենց ա եղել, որպեսզի բոլորին ծառայացնեն, որպեսզի հնազանդացնեն իրանցը։ Հիմա սա Աստծո բերանից ելած խոսքեր են, քուրեր եղբայրներ ջան։ Գիրքը գրվել է Աստծո շնչով։ Հիմա թե որ ազգը գրեց, ոնց գրեց, ինձի տրված է, որ ես այսօր հնազանդվեմ Աստծո խոսքին, ոչ թե մարդկանց ասում է։ Հիմա ես խոսքին հնազանդվելով, այո, մեկ աղբյուրը գիրքն է, Աստվածաշունչն է, Աստծո խոսքն է, որ ես ինձի կարա սովորացնի առաջինը օգտակար է սովորացնելու, հանդիմանելու, շտկելու, արդարության մեջ խրատելու համար։ Տիրոջ ճանապարհների մեջ սովորացնելու, քուրեր եղբայրներ ջան, ավետարանը ճշմարտությունը սովորացնում է, նեղ այդ ճանապարհը նեղված կա, խաչելության ճանապարհն է սովորացնում։ Ասում է ինձի եկեք, որ հեզ եմ սրտով խոնար, ձեր խաչը վերցրեք, եկեք իմ հետևից։ Ավետարանը ուղում է, այո, սովորացնելու, որ ես նմանվեմ Հիսուսին, որ հեզ էր եւ սրտով խոնար, եւ անձը սուրանամ, իմ խաչս վերցնեմ, գնամ իր հետևից, որ ետքը Տերը խոստում ունի, չէ, բայց այն որ բռնեց աշխարհի ճամփեն, այն որ աշխարհասիրությունը բռնեց, այն որ աշխարհայի կերպարանքով կերպարանվավ, սա էդի լայն ճանապարհն է, քուրեր եղբայրներ ջան։ Դրա համար գիրքը, այո, Աստծո խոսքը առաջ ինձի քեզի կսովորացնի, կհանդիմանի շտկելու, խրատելու ամեն արդարության ճամփան քալելու համար։ Այսօր ինձի քեզի շատ կարևոր է։ Մենք շատ քարոզներ ենք լսում, ինտերնետով շատ բաներ կա, բայց ես աղոթք անեմ, ասեմ Հիսուս ջան, կապի ինձի քո խոսքի հետ, ավետարանի Սուրբ գրքի հետ։ Այսօր մեր ավագ եղբայրներից տեսել եք պլանշետով քարոզելուց կամ բան, չէ, սես բան չենք տեսել։ Մենք այո գրքով ենք խոսում, Աստծո խոսքով ենք խոսում, հիմա պլանշետա կամ հեռախոսա, ես բան չունեմ ասելու, ամեն մարդ ինքը գիտի։ Հիմա խափանվավ ենթադրենք, ամբողջ ընթացքը պռավալի է այդում, չէ, հնարավոր է, տեխնիկա է, ոնց որ բանը լինի։ Դրա համար Աստված օգնական լինի, որ մենք կապնվենք Սուրբ գրքի հետ, խոսքի հետ կապնվենք, Աստվածաշունչի հետ կապնվենք։ Օգնեմ եւ աղոթք անեմ, որ Տերը ինձի սովորացնի, հանդիմանի, խրատի, խոսքի համաձայն, իր ուզածի համաձայն, եթե իմ սիրտս պատրաստել եմ Հիսուսի ճանապարհները սովորելու համար, քուրեր եղբայրներ ջան։ Եվ մեր համար էլ կարդամ Հռոմեացիների մեջ ագրված, Հռոմեացիների ուրեմն 10-11-ից, ասում է, քանզի գիրքը կսե, ամեն ով որ անոր հավատա, պիտի չամչնա, վասնզի խտրություն չկա հրյային ու հույնին, մինչև, ասում է, միջև, վասնզի ամենուն Տերը նույնն է, որ առատությամբ կհասնի անոնց, որոնք իրեն կկանչեն, քանզի ով որ Տիրոջ անունը կանչե, պիտի փրկվի, Հիսուսի անունը փառավորվի։ Այո, այս գիրքն է, Աստծո խոսքն է, անխարդախ կաթն է, որ այսօր ինձի քեզի բացում է հավիտենական կյանքի խորհուրդը, եւ որ ասում է, ով որ Տիրոջ անունը կանչի, ասում է պիտի փրկվի։ Խոսքի համաձայն, գրքերի համաձայն, այո, ավետարանին մենք կրտնելով,
եւ հավատալով մենք պետք է ամոթով չմնանք։ Շատ կարևոր է քուրեր եղբայրներ ջան։ Վերջնական արդյունքում այո այդ հույսը ունենալով մենք ամոթով չենք մնալու։ Ինչպես որ խոսքն ասում, ինչպես գրքերն են ասում։ Հիմա որ նայում ենք շատ տեղեր կար այն ժամանակներում առաջի դարում, երբ որ խոսում էին առաքյալները, մարդիկ բացում էին մարգարեական գրքերը, քննելով թե արդյոք գրքերի համաձայն է, արդյոք Քրիստոսի հայտնվելը Հիսուսի մասին որ խոսում են գրքերի համաձայն է, քննում նայում էին։ Այսօր իմ հաստատությունը վեմը Աստծո խոսքն է։ Եթե ես գրքի համաձայն չի, մենք կարող է խոսքի համաձայն չլինի իմ հավատքս։ Դրա համար շատ տեսակներ կա հավատքի, քուրեր եղբայրներ ջան։ Կա մեր պապենական, չգիտեմ ինչական ոնց որ, բայց խոսքի համաձայն, գրքերի համաձայն է թե ոչ։ Երբ որ մենք քննեցինք, չէ, երբ որ խոսքը կարդացինք, երբ որ ասում է գիրքը կսե անոր հավատա պիտի չամչնա։ Հիմա այնքան տեղեր կա, տողեր կա, որ ես երբ որ գիրքը կարդացել եմ, կարծես թե որ քրիստոնյա ենք, հավատացյալ ենք, ամաչել եմ դրա համար, բայց ասում եմ, դա ի՞նչ կապ ունի ավետարանի հետ։ Ընդհանրապես կապ չունի։ Հիմա էլ վանքերն են գնաց է, հիշում եմ պապիս այդ գառը մորթում էին, բանը ճակատի խաչ էին անում, հա բան չունեմ ասելու, հավատքի ինչ որ տեսակ է, բայց երբ որ կարդացի, որ անարատ գառը Հիսուս Քրիստոս մորթվել է իմ համար, էլ ինչ մատաղի ու բանի մասին է, Քրիստոս զոհը արդեն մատաղ եղավ մարդկության համար, քուրեր եղբայրներ ջան։ Ես սրա համար արդեն սկսեցի ամաչել, ես ասում եմ իմ հավատքս որտեղ ա եղել, ոնց ա եղել, էլի, խոսքի համաձայն, այո, Աստծո խոսքը, ավետարանը, սուրբ գրքերը այդ ճշմարտությունը բացեցին, որ իմ հավատքս խոսքի համաձայնը լա, քուրեր եղբայրներ ջան, եւ սրա համար փառավորվի Հիսուսի անունը, քուրեր եղբայրներ, ով որ այո, ավետարանի համաձայն, խոսքի համաձայն կրտնի գրքից սովորելու աշակերտի պետք է ամոթով չմնա, պիտի չամչնա եւ հույսը Տիրոջ վրա պիտի ելնի, Տիրոջ անունը փառավորվի։ Եսայի 34:16-ում գրած է. Տիրոջը գրքին մեջ փնտրեցեք ու կարդացեք։ Այսինքն կապում է գրքի հետ, կապում է խոսքի հետ, ասում է կարդա, առավոտ կանոխով փնտրի իր երեսը, իրան փնտրի, այո, խոսքի մեջ փնտրի եւ Տիրոջ խոսքը պիտի հայտնվի ինձի քեզի։ Եվ մի քիչ վերևից կուզեմ կարդամ Հռոմեացիս 10-րդ գլուխ, մի քիչ վերևից կարդամ, 6-ից կարդամ, բայց հավատքեն եղած արդարությունը այսպես կսե. մի սեր քու սրտիդ մեջ, ով պիտի ելե երկինք, այսինքն Քրիստոս իջեցնելու, կամ թե ով պիտի իջնե անդունդը, այսինքն Քրիստոսը մեռելներեն հանելու, ապա ինչ կսե, խոսքը մոտդ է, քու շրթունքիդ վրա է, քու սրտիդ մեջ է, այսինքն հավատքի խոսքը, որ մենք ասում կքարոզենք, վասնզի եթե քու բերանովդ Հիսուսը Տեր կխոստովանիս, ու սրտիդ մեջ հավատաս, թե Աստված զանիկա մեռելներեն հարուցանեց, պիտի փրկվիս, վասնզի սրտով կհավատա մեկը արդարանալու համար ու բերանով կխոստովանի փրկվելու համար։ Հիսուսի անունը փառավորվի։ Մեր պատկերացումներն ա եղել այն ժամանակ, ոնց որ Հիսուսը մինչև չլինի, չգա, երկնքից ձեռս չբռնի, ես ինչ բանը չասի, ես այդ բանը չեմ անի։ Ասում է, որտեղ է խոսքը։ Հա, որտեղ կարդացինք, չէ։ Շուրթերիդ վրա է, սրտիդ մեջ է, բայց ինչքանով կա, ինչքանով ավետարանի խոսքը կա, ես ինչքանով եմ կարդում գիրքը, ինչքանով եմ լեցված, այդքանով էլ կա, քուրեր եղբայրներ ջան, բայց այն մեր շինած հավատները, քուրեր եղբայրներ ջան, ընդհանրապես կապ չունի ավետարանի ճշմարտության հետ։ Այն ժամանակ խոսքը չի եղել իմ շրթունքի վրա, իմ սրտիս մեջ չի եղել, ես չեմ շարժվել դրանով։ Էդի մեր պատկերացրած շինած բաներն ա եղել։ Դրա համար մեր պատկերացումները, մեր ընթացքը թողենք, քուրեր եղբայրներ ջան, ինչպես գիրքը կսե, հավատամ Հիսուսին, ինչպես խոսքը կսե, սրտանց հավատա, եւ այդ կյանքը կսկսի ձևավորվել մեր մեջ, եւ կսկսի մեզի այո սովորացնել, սովորելու մեկ աղբյուրներից մեկը խոսքից, ավետարանից սովորելն է, քուրեր եղբայրներ ջան։ Եթե ես ուզում եմ աշակերտ դառնամ Հիսուսի, եթե ես ուզում եմ սովորեմ Հիսուսի ճանապարհները, մեկ աղբյուրը Սուրբ Գիրքն է։ Կա երկրորդ աղբյուրը Սուրբ Հոգին է, կա երրորդ աղբյուրը օծյալ մարդիկ են, որ կարանք մենք շփվենք եւ մեր մեջ հոգեվոր աճ տեղի ունենա։ Աստված օգնական լինի։ Մատթեոս ավետարան, ուրեմն կարդամ 22-րդ գլուխ, Մատթեոս ավետարան 22, ուրեմն
29-ից եմ կարդալու, տեսեք Տիրոջը ինչ հարց տվեցին այստեղ, 22-ի 23-ից կարդամ, նույն օրը անորքով եկան սադուկեցիներ, որոնք կսեին, թե հարություն չկա և հարցուցին, ըսելով վարդապետ Մովսես ըսավ, թե մեկը առանց զավակի մեռնելու ըլլա, անոր եղբայրը առնե անոր կինը և իր եղբոր զավակ տա, Արդ 7 եղբայրներ կային մեր մեջ, առաջինը կին առավ ու մեռավ, զավակ չունենալուն համար, իր կինը ձգեց իր եղբորը, նույնպես ալ երկրորդը, երրորդը, մինչև 7-րդը, ամենեն ետքը կինն ալ մեռավ, ուրեմն հարության ատեն այն 7-ն, որուն կինը պիտի ըլլա, վասզի ամենքն ալ զանիկա կին ունեցան, տեսեք Տիրոջ պատասխան, ասма Հիսուս պատասխան տալով ըսավ, դուք մոլորված եք, ոչ գրքերը գիտեք, ոչ էլ Աստծո զորությունը, ասում է, քանզի հարության ատեն ոչ կին կառնեն և ոչ էրկան կտրվին, ապա երկնքի մեջ Աստծո հրեշտակներու պես են, բայց մեռելներու հարություն առնելու համար չեք կարդացեր Աստծմե ձեզի ըսված խոսքը, ես եմ Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը ու Հակոբի Աստվածը, Աստված մեռելներուն Աստվածը չէ, ապա կենդանիներուն, Հիսուսի անունը փառավորվի, տեսեք Տերը որտեղ ուշադրություն դա իրանց սևեռեց, ասեց եթե դու գրքերը քննած ելնեիք, եթե մարգարեի խոսքերը, այդ մարգարեները Աստծո հոգով ներշնչված խոսեցան, եթե դու իմանայիք, ճանաչեիք, ասում այդպես մոլորված չէիք մնա, Հիմա ինչ հարց են քննարկում, որը կինը պիտի ըլլա, էսի առավ, ասեց ոչ գրքերը գիտեք, ոչ էլ Աստծո զորությունը, այսինքն ոչ մարգարեական խոսքը, Աստծո խոսքը եթե չկա, ուրացած է անոր զորությունը, չկա քո մեջ ինչ զորություն է գործում, այդ ինչ հավատքա ձեր մեջ ձևավորվե, այդ ինչ խորհուրդների մեջ եք, կարծես թե շատ անգամ էլ ուզում էին խորամանկությունով Տիրոջը բռնեին ոնց որ մի հանցը բանի մեջ, որ իրան քարկոծեին կամ խաչը հանեին Դրա համար Աստված օգնական լինի, Տերը շիտակ ուղեց, ասեց, պատասխան տալով ըսավ, դուք մոլորված եք, մոլորված, ժամանակին մենք էլ ենք մոլորված եղել, քուրեր եղբայրներ ջան, բայց փառավորվի Հիսուսի անունը, երբ որ այո հավատացինք անոր հարությանը, երբ որ հավատացինք անոր հայտնվելը, Աստծո խոսքին ավետարանին հավատացինք, գիրքը ինչպես կսե, որ Քրիստոս եկավ ինձի քեզի համար, քուրեր եղբայրներ ջան, մեր միտքը սկսեց փոխվել, մեր միտքը սկսեց նորոգվել, մենք ներսանց արդեն սկսեց գործ կատարվել, Սուրբ Հոգին սկսեց աշխատել մեզի հետ, ու ինչքան որ տեղ տանք, ինչքան որ համաձայնվենք, ինչքան որ խոսքի հետ կապնվենք, ինչքան որ գրքի հետ կապնվենք, Սուրբ Հոգին կսկսի մեզի ավելի խորը տանելու, պտտցնելու եւ ամեն ճշմարտություն մեզի բացելու, որովհետեւ Տերը ասեց իր աշակերտներին, ձեզի տրված է իմանաք այդ խորհուրդները, Տերը տվել է, այնտեղ միտեղ էլ ասում է մտքերը բացես որպեսզի գրքերը հասկանան, այո Տերը բացում է մեզի, որ այո խորհուրդը հասկանանք, Տիրոջ ճշմարտությունը հասկանանք, թողնելով մեր մոլորված վիճակը, այն որ խապնված էր, այն որ սատանան մոլորացրել էր, կարծես թե հավատք էինք շինել, կարծես թե ինչ որ մի բան կար, բայց մոլորության մեջ էինք, այս մարդկանց նման մենք ոչ մեկից էլ լավը չէինք քուրեր եղբայրներ ջան, բայց փառավորվի Հիսուսի անունը, երբ որ մտիկ տվինք լսելու, երբ որ ականջ տվինք լսելու, երբ որ այս փափագը ծարավը եկավ, Աստծո խոսքը Սուրբ Հոգին մեզի բացեց այս ճշմարտությունը, բացեց որպեսզի այս ավետարանի խորհուրդը, Քրիստոսի խաչելության խորհուրդը մենք ավելի ճանաչելով, մոտիկանալով իրան եւ մեր ներսը սկսեց վերստին ծնունդ, այո, Հիսուսի անունը փառավորվի եւ սա կատարվել է Աստծո որդու շնորհիվ քուրեր եղբայրներ ջան։ Գործք առաքելոցի մեջ տեսեք կարդամ, մի համարել կարդամ, ուրեմն Գործք առաքելոց 18-ի, ուրեմն կարդամ 18-24-ից Ապողոս անունով հրյամը ծննդով Աղեքսանդրացի ճարտասան մարդ մը եկավ, հասավ Եփեսոս, անզորավոր էր ասում, սուրբ գրքերով եւ Տիրոջ ճամփուն մեջ վարժված էր, այսինքն մարգարեական գրքերը գիտեր, այս ընթացքը գիտեր եւ վարժված էր, բայց
Հիսուսի ավետարանի ոնց որ Հիսուսի մասով հələ տեն շիտակ չգիտեր։ Ջերմերանդ ասում է հոգի ունենալով կխոսեր ու կսովորացներ ճշմարտությամբ Տիրոջ վրայով, բայց ինքը միայն Հովանեսի մկրտությունը գիտեր։ Ասիկա սկսավ ժողովարանին մեջ համարձակ խոսիլ, երբ ասում է Ակյուղոս ու Պրիսկիղա լսեցին, զանիկա ալ իրենց քով առին եւ ավելի ճիշտ Աստծո ճամփան անոր հասկացուցին։ Անիկա ուզեց Աքիա երթալ, եղբայրները քաջալերեցին Զանիկա ու գիր գրեցին այն տեղի աշակերտներուն, որ Զանիկա ընդունին։ Հոն հասնելով շատ օգտակար եղավ հավատացյալներուն, Աստծո շնորհքով, քանզի հրապարակավ սաստիկ կհանդիմաներ հրյաները, սուրբ գրքերեն ցուցնելով, թե Հիսուսը Քրիստոսն է։ Այո, սուրբ գրքերը մարգարեները, երբ որ խոսել են, երբ որ մարգարեությունը եղել, այո, լրիվ առանցքը կենտրոնը Քրիստոսն է եղել, քուրեր եղբայրներ ջան։ Եվ այս մարդը կխոսեր Սուրբ Հոգով լեցված, Սուրբ գրքերի համաձայն, որ Հիսուսը Քրիստոսն է, որ մեռելներից հարություն է առել։ Այո, խոսքը քուրեր եղբայրներ ջան, գրքերը, երբ որ մենք շիտակ գիտենք, երբ որ Աստծո խոսքը ճշմարտությամբ գիտենք, ասում է սաստիկ կհանդիմաներ հրյաները։ Ով ուզում է մեր առջև կանգնած լինի, քուրեր եղբայրներ ջան, ասում է մեկ են մի զարուրիկ, մի վախենակ։ Տիրոջ ճանապարհը քայլողը, Աստծո խոսքը ունեցողը, Պողոսը տեսեք, այնտեղ կապված էր շղթաներով, չէ, բայց ինքը հայտարարում էր, ասում էր, ես կապված եմ, բայց Աստծո խոսքը կապված չի, Տիրոջ խոսքը կապված չի եւ համարձակությունով էր խոսում։ Այո, խոսքը, երբ որ Աստծո խոսքի գիտությունը մենք ունենանք, այս իմաստությունը կունենանք, մեզի համարձակություն կտա։ Շիտակ կտա, որտեղ որ պետք է, շիտակ կարաս խոսես։ Անկամ ասում է կայսրերի առաջ որ կտանին ձեզի, հոգ մի ըներ, այդ ժամում քեզի պիտի տրվի այդ խոսքը։ Դուք զգացել եք, երբ որ նման կրիտիկական իրավիճակ է եղել, հանձնվել եմ Սուրբ Հոգուն, իմ կյանքի մեջ եղել է։ Ստանդարտից, մարդկային ստանդարտից դուրս ընենց պատասխան է տալիս, մարդը ապշած է մնում։ Որտեվ աշխարհը ունի իրանց պատասխանները, աշխարհը ամենը գիտի որից հետո ինչ պետք է ասի, բայց Սուրբ Հոգու պատասխանը, համարձակ եղած պատասխանը, խոսքի համաձայն Սուրբ Հոգուց ներշնչված, աշխարհը չունի սրա պատասխանը, պապանձվում է, եւ այստեղ ասում է կա հանդիմաներ կպապանձացներ, իրանք հրյա էին, այդ բանի մեջ մեծացած, լավ գիտեին, բայց կպապանձացներ, ինչի համար կպապանձացներ, որովհետեւ խոսքի համաձայն կխոսեր, Աստծո ճանապարհները շիտակ կխոսեր, դրա համար կպապանձվեին։ Առաքյալները ճիշտ է, գրագետ չէին, իրանք իմացան, երբ որ քահանաների առաջ էին, իմացան, որ Հիսուսի հետ էին, բայց նորից դեմ կդնեին, իրանք համարձակ էին, իրանց կյանքը էլես երկրավորը, մարմնավորը արժեք չուներ, հավիտենականը, խոսքը ձևավորվել էր, Քրիստոս ձևակերպել էր իրանց մեջ, էլես կյանքի համար հոգ չէին անում, ապա ուզում էին, որ հավիտենականը, մարդիկ ճշմարտությունը ճանաչեն, գան Հիսուսին եւ փրկվեն, թե իրանք, թե իրանց տունը, Հիսուսի անունը թող փառավորվի, քուրեր եղբայրներ ջան, մենք այսպես Տիրոջը աղոթք անենք, մեր աղոթքի մեջ, հեսա պետք է կանգնենք աղոթքի, Հիսուսին ասեմ, Տեր Հիսուս ջան, ինձի կապի քո խոսքի հետ, կապի քո ավետարանի հետ, մենք շատ անգամ կկապնվենք շատ բաների հետ, շատ հարցերի հետ, բայց ավետարանի հետ կարողա չկապնվեմ, եւ ճիշտ խրատը չունենամ, շատ կարեւոր է այսօր, հնարավոր է դու մենակ ես ապրում, մանավանդ ստե քուրեր եղբայրներ ջան, մեկը ապրում է, չգիտեմ, Փասադենայում, մեկը Նորթ Հոլիվուդում, հնարավոր է հարևան չունես, մի հատ քույրիկ եղբայր չկա, բայց մենք ամենքս ունենք խորհրդի կարիք, չէ՞, իսկ ով է քո խորհրդատուն, ով է քեզի խորհուրդ տալիս, շատ կարևոր է այսի, եթե ավետարանն է ինձի խորհրդատու, եթե Սուրբ Գիրքն է ինձի խորհրդատու, ես ամեն ճշմարտության ճանապարհը կսովորեմ առաջինը, կխրատվեմ, կհանդիմանվեմ եւ շիտակ կկանգնեմ Տիրոջ ճանապարհների մեջ, Հիսուսի անունը փառավորվի, կապնվենք Սուրբ Գրքի հետ, քուրեր եղբայրներ ջան, այսօր ես հեռախոսներին նայում ենք ինչքան այդպես բաներ կա, ինֆորմացիա, էսի հոգևոր կերակուր չի, էսի մեզի օգուտ չի։ Ես այսօր ամեն բանը թողած, եթե ուզում եմ փոփոխություն լինի իմ կյանքիս մեջ, եթե ես ուզում եմ իրապես դարձ լինի եւ ապաշխարություն լինի, կապնվի Սուրբ Գրքի հետ, Հիսուսի հետ, այսինքն խոսքը կարա մեզի ամեն ճամփաների մեջ սովորացնելու, ամեն շիտակների մեջ սովորացնելու։ Մամիկոն եղբայր ասում էր,
մի եղեք անճար, եղեք հանճար։ Հանճարը նա է, ով որ ունի խոսքը, ով որ կապնված է ավետարանի հետ, ցանկացած խնդիրների դեպքում, ցանկացած խնդիրների դեպքում միշտ այո խոսքը Սուրբ Հոգին առաջնորդում է խոսքի միջոցով։ Ինձի քեզի ելքը ցույց է տալու, չես մնալու տենց, չես մնալու այդ խնդիրի մեջ, այդ խնդրի մեջ։ Մենք մարդ ենք եւ տարբեր կողմերից հակառակորդը կրակոտ նետեր է բերում, դժվարություններ է բերում, բայց քանի որ ես կապ ունեմ Հիսուսի հետ, կապնված եմ Տիրոջ հետ, այո կշտկեք սովորացնե ամեն ճանապարհները, այսինքն խաչելության ճանապարհը, այսինքն այդ նեղ ճանապարհը ճիշտ է նեղված կա, բայց կյանքի կտանի, ելքը կյանքի կտանի, չէ, Քրիստոս կյանքին կտանի, Սուրբ Գիրքը այդպես է ասում, նեղված կա այն ճանապարհը, նեղ է, բայց քչվոր է որ կընտրեմ, բայց կյանքի կտանի, ես էլ ընտրել եմ կյանքի ճանապարհը, ես ընտրել եմ Հիսուսի ճանապարհը, ես ընտրել եմ ավետարանի ճանապարհը, նեղված կա, բայց կհանի Տերը, Սուրբ Հոգին կհանի, եթե ես կապ ունեմ ավետարանի հետ, եկեք կանգնենք աղոթքի, աղոթք անենք Տերը թող օգնական լինի եւ մեր ոտքերը շտկելու, հանդիմանելու, առաջինը սովորացնելու, ետքը մնացածը։ Փառք Հիսուսին։ Ուրեմն մեզի համար շատ ծանոթ երկու դեպք կա Սուրբ գրքի մեջ գրանցված, որ Հիսուսը մեծ բազմությանը կերակրեց։ Առաջինը 5000 հոգի գրված է, երկրորդը 4000 հոգի։ Այս երկու տարբեր դեպքեր են գրանցված, առաջինում 5 նկանակ 2 ձուկ է, երկրորդում 7 նկանակ եւ մի քանի մանր ձկեր, որը չի հաշվում, չի ասվում ուրեմն քանի հատեր, բայց ասում մի քանի մանր ձուկեր, 7 նկանակ ու մի քանի մանր ձուկեր։ Իսկ առաջի անգամում 5 նկանակ 2 ձուկ Տերը մեր Տերը օրհնեց եւ մեծ բազմություն, այստեղ գրված է 5000, բայց այստեղ գրված է որ 5000 միայն տղամարդիկ էին հաշվել։ Ես պատկերացնում եմ այնտեղ կանայքել են եղել, այնտեղ երեխաներ են եղել, եթե ամեն մեկին մի հատ հաշվենք կլինի առնվազն 15000, եթե ոչ ավել։ Ես չեմ պատկերացնում թե դա ինչ թիվ է եղել այնտեղ սիրելիներ։ Ինչու՞մն է կայանում այս հրաշքը սիրելիներ։ Ինչի համար Տերը անապատի մեջ կերակրեց այս բազմությանը, ինչն էր դրա նպատակը եւ գործնեությունը, որ Տերը ցույց տվեց իր հրաշալի մեծությունը, թե ինչքան մեծ է մեր Տերը, ինչքան ողորմած ու ամենակարող է մեր Աստվածը, որ կարող է ընդամենը 5 հացով եւ 2 ձուկով այսքան մարդ 5000 հոգուց ավելի մարդ կերակրի։ Ինչպիսի կարողություն է սա, սիրելիներ։ Մենք տեսնում ենք այս հրաշքը եւ ելի եմ ասում, ինչն է նպատակը։ Ես նախքան նպատակին ասնելու ուզում եմ կարդամ այդ հատվածը, ուրեմն 5 նկանակի մասին գրված է 3 տեղերում ավետարանում, որի մասին ես չեմ ուզում հերթով նայենք, նույն ընթացքն է, ընդամենը մենք պիտի նայենք Հովաննու ավետարանի 6-րդ գլխի առաջի խոսքից, հետեւյալ տողերն ասում. Այս բաներն ետքը Հիսուս Գալիլեայի, այսինքն Տիբերիայի ծովուն անդին կողմը գնաց եւ անոր հետևեն շատ ժողովուրդ կեթար, վասնզի կտեսնեին այն հրաշքները զոր հիվանդներուն վրա կներ։ Եվ Հիսուս լեռը ելավ եւ հոն նստավ իր աշակերտներուն հետ մեկտեղ, հրեի զատիկի տոնը մոտ էր։ Հիսուս երբ իր աչքերը վերցուց ու տեսավ, որ շատ ժողովուրդ կգար իրեն, ըսավ Փիլիպոսի. «Ուրկե հաց առնենք, ուրկե հաց ծախու առնենք, որպեսզի ատոն կուտեն»։ Եվ զայս կսեր զանիկա փորձելու համար, քանզի ինքը գիտեր ինչ պիտի աներ։ Փիլիպոս պատասխան տվավ անոր. 200 դահեկանի հաց ատոնց հերիք չէ, որ ամեն մեկը մի քիչ առնե։ Իր աշակերտներն մեկը Սիմոն Պետրոսի եղբայր Անդրեասը սավ իրեն. հոս պատանի մկա, որ 5 գարեղեն հաց ունի ու 2 ձուկ, բայց անոնք ինչ պիտի լան այդ չափ մարդոց։ Փառք Տիրոջը, սիրելիներ։ Ուրեմն մենք տեսնում ենք այստեղ Հիսուսը արդեն գիտեր ինչ պիտի աներ։ Բայց նպատակ կար էտի անելու, հենց նենց չէր, այսի մենակ հարցը նա չէր, որ մարդկանց սովը կշտացներ։ Նա ուներ այս հրաշքի մեջ, այս գործի մեջ մեծ նպատակ, նրանց փոխանցելու մի կարևոր պատգամ, նրանց փոխանցելու մի կարևոր երկնային հայտնություն,
որոնց շատերը մասնակից եղան ու տեսան, շատերը, թե աշակերտները, թե փարիսեցիները, թե նույնիսկ 70 աշակերտները, նրանք մասնակից եղան եւ իրենց աչքերով տեսան այս մեծ զորությունը եւ իրանք հաղորդ եղան այն պատգամին, որը Հիսուս այս հայտնությունը բացեց իրանց սիրելիներ։ Եղբայրներ, քույրեր, մի կարևոր բան եմ ուզում նշեմ, որպեսզի մեզ համար ավելի կարևոր մենք հասկանանք։ Այսօր մեզի շատ հեշտ է այս բաները լսել եւ հավատալ, որովհետեւ մենք դրա մեջ ծնվել ենք, մենք տեսել ենք ինչ-որ բանով առնչվել ենք, շատ մենք որպես քրիստոնյա ազգ ինչ որտեղ ճանաչել ենք, հասկացել ենք ինչ-որ բաներ, ուղղակի բացվել է մեզի ճշմարտություն եւ մենք հետեւել ենք ճշմարտությանը։ Բայց հрьяաների համար, թեկուզ աշակերտների համար սա անհասկանալի երևույթ է, իրանք այսպեսի բան չէին լսել ու չէին տեսել իրանց կյանքի մեջ։ Հետևաբար իրանց համար շատ դժվար էր հավատալու այն հայտնությանը, որ Քրիստոս բացում էր իրանց, որտեղ ինքը ասաց. «Ես եմ երկնքից իջած հացը»։ Ուրեմն որպեսզի ինքը հայտնի իրանց իր երկնքից իջած հացի այս օրհնությունը, հայտնությունը, նա պետք էր, նա ասում է, որ ինքը գիտեր ինչ էր անելու։ Նա պետք է ինքը երկնքից իսկապես այդ զորությունով հացը բազմացներ, տար իրանք ուտեին, կշտանային, որպեսզի իրանք հասկանային, որ Հիսուսն է երկնքից իջած հացը։ Սա էր նպատակը, հայտնությունը, որ նա պետքա բացատրեր այս հրաշքով եւ տար այդ ժողովրդին, սիրելիներ։ Միջև ինքը սա չաներ, դու կանգներ ու հրեաների մեջ հայտարարեր, ասեր. «Գիտեք, ես եմ երկնքից իջած հացը», իրան ոչ մեկը չէր լսելու։ Թեկուզ էլի չհավատացին իրան, թեկուզ էլի անարգեցին իրան, թեկուզ էլի հեռացան իրանից։ Մնացած աշակերտները, որոնց Տերը իրանց ընտրել էր իր առջևից գնային եւ հրաշքներ էին անում, ավետարան էին քարոզում, նույնիսկ դրանցից շատերը գրված է, որ ասացին. «Խիստ է այդ խոսքը, ով կարող է դա տանել»։ Հիմա ես ուզում եմ, որպեսզի մենք սրա մեջ տեսնենք այս գլխավոր հայտնությունը. Ես եմ երկնքից իջած հացը։ Այսօր մեզանից յուրաքանչյուրը, եթե գալիս է Հիսուսին, պետք է անպայման իր հոգու աշխարհի մեջ հավատքով ընդունի, որ կյանքի հացը Քրիստոսն է։ Եվ ուզում եմ, իհարկե, ամբողջ 6-րդ գլուխը Հովհաննես ավետարանի սկսված այս հրաշքից, որ ինքը Տերը արեց եւ բազմացրեց հացը կերան ու գրված է, որ նույնիսկ ավելցած կողովներ, 12 կողով ավելցած հավաքեցին։ Սիրելիներ, այս ամբողջ ընթացքը 6-րդ գլուխը մինչև վերջի խոսքը հենց վերաբերվում է այդ հայտնությանը, երկնքից իջած հացին։ Հենց դրան է վերաբերվում։ Եթե դուք գնահատուն եւ ժամանակ ունենաք, անպայման ուսումնասիրեք 6-րդ գլուխը Հովհաննես ավետարանի ու կտեսնեք սկզբից մինչև վերջ ինչ նպատակի համար է Քրիստոսը այս հրաշքը անում, որպեսզի յուրաքանչյուր հայտնվի Հիսուս Քրիստոսի հավիտենական խորհուրդը, որ ինքը մենք հետագայում կանդրադառնանք նաև դրան հաղորդության սեղանին, բայց այսօր ես ուզում եմ այս երկու հրաշքների մեջ տեսնենք կարևոր պատգամը, կարևոր հայտնությունը, թե ինչ էր ուզում ասել մեր Տերը։ Ուրեմն առաջինում Հիսուսը այս գործը կատարեց, որպեսզի հայտնի իր անձը, իր կյանքի իմաստը, այսինքն հավիտենական կյանքը, որ ես եմ կյանքը։ Հիսուսը ասում է 6-րդ գլխում, այսպես է ասում, եկան, ես չեմ կարդում այդ հատվածները, որպեսզի նախ ժամանակ չխլեմ ձեզանից, որ չձանձրացնեմ, մենք շատ անգամ լսել ենք այս հատվածները, բայց դրանից հետո եկան ու գալիս են Հիսուսին, փնտրեցին ու ասացին. «Տեր, ուր ես, մենք քեզ էինք փնտրում»։ Եվ Տերը ինչ ասեց։ Ասեց. «Ինչի համար եք ինձ փնտրում։ Դուք փնտրում եք ինձ համար նրա համար, որ այն հացերից կերակ ու կշտացաք»։ Ես թերևս ուզում եմ այդ խոսքերը կարդամ, որպեսզի մենք ավելի հասկանալի լինի մեզ համար։ 22 խոսքից այսպես է ասում. «Հետևյալ օրը ժողովուրդը, որ ծովի անդի կողմն էր, եւ տեսել էր, որ ուրիշ նավակ չկար հոն այն մեկեն զատ, որու մեջ անուր աշակերտները մտեր էին, եւ Հիսուս իր աշակերտներն այդ նավակը մտած չէր, հապա միայն անուր աշակերտները գացեր էին։ Բայց Տիբերիայի ուրիշ նավակներ կային այնտեղի մոտ, ուր Տիրոջը գոհանալով հաց կերեր էին։ Այն ատեն ժողովուրդը տեսնելով, թե ոչ Հիսուսը հոն է, ոչ այլ աշակերտները, իրենք էլ նավերը մտան ու եկան Կափառնայում Հիսուսը փնտրելու։ Ու երբ Զանիկա ծովի անդի կողմը գտան, ըսին անոր. «Ռաբի, երբ եկար դուն հոս»։ Ինչի համար էին եկել Հիսուսին։ Ասում է, տեսեք, ինչ հետաքրքիր կարևոր խոսք է այստեղ, որ մենք կարդում ենք։ Եկան Հիսուսը
փնտրելու։ Սիրելիներ, այս մարդիկ եկել էին Հիսուսին փնտրելու, բայց ինչի համար էին եկել փնտրելու, հարց է ցակում այստեղ։ Մեզանից յուրաքանչյուրն է կարող է եկել այստեղ Հիսուսին փնտրելու։ Մենք շատ ենք չի ասում փնտրեցեք Հիսուսին։ Տեր Հիսուս ինքն ասեց, որ փնտրեցեք ու պիտի գտնեք։ Ինչի համար են եկել փնտրելու Հիսուսին։ Այս մարդիկ եկել էին Հիսուսին փնտրելու նրա համար, որ իրենք են հացից կերել էին ու կշտացել։ Էսի էր իրանց նպատակը։ Եվ ուսում եմ մեջբերում անեմ միտեղ ասում է, որ երբ որ իրանք այս հրաշքները տեսել էին, ինչ ասեցին իրանց մեջ այս բազմությունը, ասեց, այս սրանից լավ թագավոր մենք կգտնենք այս երկրի վրա։ Աղոթումը հաց ենք ուտում, աղոթումը բժշկվում ենք, ապահով ենք իր մեջ, մեզ ոչ մեկը բան չի ասելու, էլ ինչ թագավոր, մեզանից սրանից լավ թագավոր բռնենք տանենք թագավոր անենք։ Հենց որ սովածանանք կաղոթի, հենց որ հիվանդանանք կաղոթի, էլ ինչի պետք է մեզի ուրիշ թագավոր գնանք հարկ տանք, գնանք թաքս տանք, գնանք չգիտեմ ենթարկվենք, պատերազմ գնանք, այս անենք, ամեն ինչի տերն է ինքը։ Բայց Հիսուս գիտնալով որ եկել իրան թագավոր բռնեն ու գոցեն, ինքը այդտեղից անհետացավ, դուրս եկավ, գնաց։ Որովհետև ասեց ես դրա համար չեմ եկել։ Ես չեմ եկել դրա համար։ Իմ թագավորությունը Տերն ասեց երկնքից է։ Երկնքից է իմ թագավորությունը։ Եվ վերջապես ինչի համար եկան փնտրելու, Տերը պատասխան է տալու եւ իրանց ասում է. Հիսուս պատասխան տվավ անոնց ուսավ. ճշմարիտ կսեմ ձեզի, դուք զիս կփնտրեք ոչ թե անոր համար որ հրաշքներ տեսաք, ապա անոր համար որ հացեր են կերակ ու կշտացաք։ Կշտացաք, դրա համար եք ինձի փնտրել։ Բայց այստեղ Տեր Հիսուս իր խոսքը շարունակվում է. Գացեք, գործեցեք ոչ թե կորստական կերակուրի համար, հապա այն կերակուրի համար, որ հավիտենական կյանքի մեջ կմնա, որ որդին մարդու ձեզի պիտի տա, վասնզի Հայրն Աստված զանիկա կնքեց։ Աստված կնքել էր Հիսուսին հենց դրա համար, որ որդին մարդու իր կյանքը պիտի տար շատերի համար, կորսվածների համար եւ նրանց համար ովքեր որ պիտի հավատային, ընդունեին որպես Տեր ու Փրկիչ եւ հաղորդ են այս կյանքի հացին։ Եվ հա ասում է այսպես. պատասխան տվավ անոնց եւ ասացին եւսին անոր. ինչ ունենք որպեսի Աստծո գործերը գործենք։ Պատասխան տվավ Հիսուս անոնց ասավ. այս է Աստծո գործը, որ անոր ղրկածին հավատակ։ Տեսնում եք ինչքան կարևոր գործ է դա։ Մենք շատերը շատ գործեր ենք ուզում անենք։ Եվ շատերս էլ գործերը անում ենք անգամ չհավատալով Աստծուն, չհավատալով իր խոսքին, բայց ուզում ենք Աստծո գործ անենք։ Որն էր ամենակարևոր, ամենագլխավոր գործը։ Հիսուսն ինչ ասեց այստեղ։ Ինչի համար գնացեք գործեք։ Գնացեք ավետարանեք, գնացեք քարոզեք, գնացեք ծոմ պահեք, գնացեք բարերարություն արեք, այցելություններ արեք, այս ամեն ինչը արեք, ահա գործերը Աստծո համար, բայց Հիսուսը չասեց այդ բոլորը իրանց։ Դրանք հետագայում եղավ եկեղեցուն բաներ ասենք որպես պատվիրաններ, բայց իր համար ինքը ասեց. այս է Աստծո գործը, որ անոր ղրկածին հավատակ, սա ամենագլխավոր խնդիրն է յուրաքանչյուր հավատացյալի համար, հավատքի կյանքը, հավատալ Հիսուս Քրիստոսին։ Եվ գիտեք ինչ ա մտնում հավատալ Հիսուսին այս խոսքի մեջ ինչ ա մտնում սիրելիներ։ Դա այն խոսքը չի, որ մենք ասում ենք հավատում ենք, որ Աստված կա։ Միտեղ Հակոբոսը գրում է ասում է, որ դևերն են հավատում եւ սարսափում, ասում որ Աստված կա։ Երբ որ լսում են Հիսուսի անունը սարսափում են, հավատում են, որ ինքը Հիսուսն է։ Շատ տեղերում են կարդում են, երբ որ Հիսուս քայլում էր եւ բժշկություններ անում, դիվահարված մարդը տեսնում էր Հիսուսին եւ դավանում էր, որ ասում էր, որ դու Աստծո որդին ես։ Բայց մարդկանցից ով է այդպես բան ասում։ Մարդկանցից ով էր տես բան ասում, բայց միայն եղավ մի պարագա, երբ որ Հիսուսը հարցրեց, ասեց, ով է ինձ համար ասում, մենակ Սիմոնը Պետրոսը համարձակվեց ու ասեց, դու ես Քրիստոս Աստծո որդին, եւ այն էլ ինչպես հայտնություն եղավ, ասեց Հովնան, Սիմոն Հովնանի որդի, իմ հայրը քեզի հայտնեց, ոչ թե մարմինը եւ արյունը։ Հայրս երկնքից հայտնեց էդի։ Եվ որ ուրիշտեղ չենք տեսնում, որ մարդկանցից մեկը գա ասի, դու Քրիստոսն ես Աստծո որդին։ Բայց հիմա այս պարագայի մեջ, սիրելիներ, ուրեմն ինչ է նշանակում հավատալ Աստծո որդուն։ Ինչ է նշանակում հավատքով քայլել։
Ինչ է նշանակում հավատքի մեջ ապրել։ Սրա մեջ մտնում է ավետարանի բոլոր խորհուրդները, սրբությունը, վախը, իր հետևից գնալը, նրան հավատարիմ լինելը, եկեղեցու մասնակցելը, աղոթելը, կարդալը, սրանք բոլորը հավատքի մեջ է մտնում։ Եթե ես ասում եմ հավատում եմ Աստծուն, բայց ինչ-որ մի բանի մեջ թերացած եմ եւ իմ գործերը եւ իմ, ասենք, հավատքի կյանքը չի վերաբերվում իմ ընթացքին, ես հավատքի մեջ չեմ, ես ուղղակի գաղափար եմ, սիրելիներ։ Եվ սա է ամբողջ պատմությունը։ Հավատքի ընթացքը, հավատացեք անոր ղրկածին։ Հավատացեք անոր ղրկածին, ահա Աստծո գործը։ Մենք այսօրվանից պիտի սկսենք գործել, հավատալ նրան։ Այսօրվանից պիտի այս գործը անենք մենք, հավատալ նրան։ Եվ ես երբեք շատ հազվադեպ նույնիսկ չեմ էլ հանդիպում, չգիտեմ դու ձեր աղոթների մեջ անում եք թե չէ։ Ես չեմ հանդիպում մեկը գա ասի խոստովանություն անի, որ ասի եղբայր ջան, անհավատություն եմ արել։ Այո, ես բազմից անգամ ասել եմ, ելի եմ կրկնում, մեղքի հիմքը դա անհավատությունն է։ Մարդը երբ որ չի կարողանում հավատալ Հիսուս Քրիստոսին, հավատում է մեղքի կյանքին, ցանկություններին եւ չի կարողանում ինքը խոստովանի, որ անհավատության պատճառով է մեզ մեղք գործել։ Միտք առնում եք, սիրելիներ։ Եվ այսօր այս խոսքը ուզում եմ ամփոփեմ։ Եվ մենք շարունակենք դա մյուս անգամին 4000-ի կերակրելու մեջ էլ ուրիշ ուսուցում կա։ Ուրիշ նպատակ կա, որ Հիսուսը 4000-ին կերակրեց։ Այստեղ խոսում է իր մասին, որ ես եմ երկնքից իջած հացը։ Եվ ինչ աշտացին, եւ երբ որ ասեց, ուզում եմ կարդալ այդ խոսքերը, այն ատեն պատասխան տվավ Հիսուս, այս է Աստծո գործը, որ անոր ղրկածին հավատակ։ Ըսին անոր, բայց դու ինչ նշան կտես, ինչ որ կնես, ըսին անոր, բայց դու ինչ նշան կնես, որ տեսնենք ու քեզի հավատանք, ինչ կգործես։ Մեր հայրերը անապատի մեջ մանանան կերան, ինչպես գրված է, երկնքեն հաց տվավ անոնց, որպեսզի ուտեն։ Հիսուս անոնց ասավ. Ճշմարիտ կսեմ ձեզի, Մովսես չտվավ ձեզի երկնավոր հացը, բայց իմ հայրս կուտա ձեզի ճշմարիտ երկնավոր հացը, վասնզի Աստծուց տրված հացը այն է, որ երկնքեն կիջնե ու աշխարհին կյանք կուտա։ Եվ այն ատեն ասին, Տեր, այդ հացը մեզի տուր ամեն օր։ Տերն ասեց, ես եմ երկնքից իջած հացը։ Ով որ այս հացը ուտե, հավիտյան պիտի ապրի։ Ով որ այս հացը ուտե, ուզում եմ հարցնեմ, սիրելիներ, ուտում եք դուք այդ հացը, ես ուտում եմ այդ հացը ամեն օր։ Մենք հայրմերի ժամանակ ասում ենք, մեր ամեն օրվա հացը այսօր մեզի տուր, երբ որ Տերը տալիս է, դու ուտում ես այդ հացը, երկնքից իջած հացը։ Ինչ է քո կերակուրը, ինչ է քո փնտրվածը, դու ինչ ես ուտում։ Սիրելիներ, մենք անցած ես անգամ ասի մի փոքր նշեցի այդ մասին, երբ որ այնտեղ փառքում էինք։ Ֆիզիկական ուտելիքի մասին չի խոսքը, հապա երկնքից իջած կերակուրի մասին է խոսքը։ Ինչ եք դուք ուտում։ Ես ուզում եմ հարց տամ ձեզ, սիրելիներ։ Եվ իհարկե հրեաները չհասկացան, որովհետև ինքը խոսում էր հրեաներին այս բոլոր բաները եւ ասում էր, երբ որ ասում էր իմ մարմինս այն հացն է, որ ձեզ համար պիտի տամ, Գողգոթայի խաչի վրա Քրիստոս իր ուրեմն մարմինը տվեց, կյանքը տվեց։ Եվ ասում են ո՞նց, պիտի իր մարմինը կտրտի տա մենք ուտենք, սենց ո՞նց կլինի, ո՞նց կարա իր արյունը տա մենք խմենք, որովհետև անհասկանալի իրանց գաղափար էր, որովհետև Աստված արգելել էր, Մովսեսի օրենքի մեջ արգելված էր արյուն խմելը։ Հասկանում եք, եղբայրներ քուրեր, նրանց համար անսովոր, անհասկանալի մի պրոցես էր, ոնց կարելի է արյունը խմել, արգելված է այդ, չի կարելի։ Բայց Հիսուսն ասաց, իմ արյունը ով որ խմի, որ կյանքի համար է, իր մեջ կյանք պիտի ունենա։ Իր մեջ կյանք պիտի ունենա։ Ուզում եմ ամփոփեմ, սիրելիներ, ուրեմն երբ որ Հիսուսն ասաց, ով որ իմ հացը, իմ մարմինս ուտի եւ արյունս խմի, երեք հատ կարևոր գործոն կա դրա մեջ։ Առաջինը, ես անոր հարություն առնել պիտի տամ, երկրորդը ինքի մեջ պիտի բնակվի ես իր մեջ եւ ինքը հավիտենական կյանք պիտի ունենա։ Այս երեք պայմանները նշված են մարմնի եւ արյան մեջ։ Այսօր ինչի մենք որ մենք հաղորդ ենք կլնում, սա գործում է, ներգործում է մեր կյանքում, հավիտենական կյանք, ի մեջ բնակվել, ես իր մեջ եւ հարություն առնել։ Եթե սա հետևում է մեր կյանքում, մենք հարության որդիներ ենք, սիրելիներ։ Այդ այս կերակուրը մենք ուտում ենք, մենք վախենալու ոչինչ չունենք։ Աստված թող մեզ բոլորիս օրհնի, Հիսուսի անունով փառավորվի, ամեն, փառք Տիրոջը, Տերը օրհնի մեզ բոլորիս։
Բաղություն ձեզ, քուրեր ջան, եղբայրներ ջան, Աստված բոլորիդ օրհնի։ Մեկ համար պիտի կարդամ, որը գրված է Սուրբ Գրքի մեջ, երկրորդ Տիմոթեոս 4:7 համար։ Որտեղ որ Պողոս առաքյալը հետևյալն էր ասում. Բարի պատերազմ պատերազմեցի, ընթացքս կատարեցի, հավատքս պահեցի։ Այսուհետ մնում է ինձ արդարության պսակը, որ Տերը կտա ինձ, այն օրում արդար դատավորը, եւ ոչ միայն ինձ, այլև ամենին, որ սիրեցին նրա հայտնությունը։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, այսօր երբ որ մենք նայում ենք մեր ամբողջ կյանքի ընթացքը պատերազմը, այստեղ չկա անձնարություն, որի սրտի մեջ պատերազմ չլինի։ Ամեն մեկ անձնարություն ունի խնդիր, ունի դժվարություն, ու իրեն կռիվ է դժվարության կամ պրոբլեմի կամ խնդիրի հետ է։ Եվ Պողոս առաքյալը այսօր մեզ հորդորում է եւ ուզում է, որպեսզի այսօր մենք կարողանանք սա տեսնել։ Այստեղ գրված է բարի պատերազմ։ Եթե բարի պատերազմը նշված, ուրեմն գոյություն ունի նաեւ չար պատերազմ։ Որն է բարի պատերազմը։ Այսօր քուրեր ջան, եղբայրներ ջան, երբ որ մենք մեկի հետ խնդիր ենք ունենում, մեկի հետ պրոբլեմ, մեկը որ քեզ ցավեցրել է, պրոբլեմ է ստեղծել, հարց եմ տալիս, քո սրտի մեջ ինչ է։ Այդ մարդու հանդեպ կռիվ, պատերազմ, խնդիր, բայց այստեղ ամենակալ Աստված հետևյալն ասում, բարի պատերազմ պատերազմեց։ Երբ որ մենք նայում ենք Սուրբ Գիրքը, գոյություն ունի երկու բարի պատերազմ։ Առաջինը Պողոս առաքյալը հետևյալն ասում Առաջի Կորինթացիս 9:27 համար։ Ես իմ անձս կճնշեմ ու կնվաճեմ։ Այսինքն Պողոս առաքյալը ինչի համար է անձի դեմ կռիվ տալիս, որն է պրոբլեմը։ Հռոմեացիս 7:24 համարի մեջ գրված է հետևյալը։ Պողոս առաքյալին սա փասվել էր, ինքը տեսել էր իրեն խնդիրը, իրեն պրոբլեմը։ Տեսել էր, որ իրեն խանգարողը Աստծո հետ մեկանալու իրեն եսն է, իրեն մարմնավորությունը։ Ինչ էր ասում 7:24-ում, ինչ խղճալի մարդ եմ ես, ով կապրեցնի ինձ այս մահի մարմնից։ Եվ ինքը իր անձի դեմ էր կռիվ տալիս, որովհետև ինքը սա շատ լավ հասկանում էր։ Մարդ Աստված հարաբերությունը միայն խզվում է եսի մարդկային փառքի հետևանքով։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, երկրորդը, երբ որ մենք նայում ենք գրված է հետևյալ տողը, Պողոս առաքյալը ինչ է մեզ սորացնում։ Եփեսացիս թղթերի մեջ 6-րդ գլխում Պողոս առաքյալը հետևյալն է ասում. Մեր պատերազմը մարմնի այրունի դեմ չէ, այլ էս օդի իշխանը։ Եփեսացիս 6-րդ գլուխ 12-րդ համար, որովհետև մեր պատերազմը մարմնի այրունի հետ չէ, այլ իշխանությունների, պետությունների հետ, այս աշխարհի խավար աշխարհակալների հետ եւ այն չար հոգիների հետ, որ երկրավորների մեջ են։ Բայց ցավոք այսօր մեր ամեն մեկը ունենք պատերազմ, եւ մեր պատերազմը ամենաշատը մարդ հարաբերության մեջ է։ Ուղղակի մեկ միտք եմ ուզում կանգ առնել, որպեսզի մեր պատերազմը փոխվի, որ մենք մարդկանց հետ չպատերազմենք։ Եղբայրներ քույրեր, ողբ Երեմիայի 3-րդ գլուխ 37 համարի մեջ ամենակալ Աստված հետևյալն ասում. Ով է նա, որ ասի եւ կատարվի, եթե Տերը չի հրամայել։ Այսօր մեր կյանքի մեջ ամեն ինչ Տիրոջ հրամանով եւ Տիրոջ թույլտվությամբ։ Որովհետեւ մեկս հոբից լավը չենք։ Հարց եմ տալիս, հոբի տառապանքները, պրոբլեմները որտեղից սկսվան։ Եթե Աստված թույլ չտար, հակառակորդը իրավունք ուներ մոտենալու։ Ինչի համար թույլ տվես, որն է պատճառը, մենք շատ անգամ հոբի մասին խոսում ենք, լինում է բայր, որ մարդիկ հոբին կարծես թե ներկայացնում են բացասական, ոչ հոբը ամբողջովին տրական կերպարը։ Ամենակալ Տիրոջ նպատակը միայն մեկն է, ուղղակի շեղում եմ, որպեսզի մենք կարողանանք սա տեսնել։ Աստված հոբին տարավ այդ վիճակի մեջ, որպեսզի մեկ վիճակի, մեկ կետի հասներ։ Այդ որ մենք կարդում ենք Սուրբ Գիրքը, Հոբ 42-ի 5 համարի մեջ գրված է. ականջի լսելով լսել է քո մասին, բայց հիմա իմ աչքը տեսնում է քեզ։ Երբ մարդը կարող է տեսնել Աստծուն։ Մատթեոս ավետարան 5-րդ գլխի 8 համարի մեջ գրված է. Երանի սրտով մաքուրներին, որ Աստծուն կտեսնեն։
Մի հարցը հետևյալն է, հոպը սրտով մաքուր չէր։ Հոպի 3-րդ գլուխ, երբ որ մենք կարդում ենք, հոպ իրեն ծնված օրն էր անեցում։ 19-րդ գլուխ կամ 29-րդ գլուխ իրեն կռիվը մարդկանց հետ է, 29 ներողություն իրեն փառքն է ցույց տալիս։ 30-ի ամառաչի համար հիշեք ինչ էր ասում հոպը։ Հիմա ինձ ծաղր անողներ ինձանից փոքրն են, որոնց հայրերին իմ շները չեմ տնե։ Ասո նպատակ հետևյալն էր հոպին կատարյալ հասցնել, դարձնել կատարյալ, որ հոպը ժառանգեր հավիտենական կյանքը։ Եվ հոպը սա հասկացավ, ինքը սկզբից կռիվ էր տալիս իր մոր որովայնի որդկանց, մարդկանց հետ, ծառաների հետ, բայց 42-ի 3-րդ համարի մեջ ինչ էր ասում։ Աստված ինձի հրաշալի բաներ կներ, բայց ես չէի հասկանում։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, ուղղակի ուզում եմ ցույց տալ մի քանի համարներ, որ այսօր մենք մարդկանց հետ չկռվենք։ Առաջի համարը, որ պիտի կարդամ, գրված է Առակաց գրքի մեջ, ուշադրություն դարձեք, Սողոմոն իմաստունը մեզ ինչ է սովորեցնում։ Երկաթը երկաթով է սրվում, եւ մարդը սրում է իր ընկերի երեսը։ Եվ Պողոս առաքյալի խոսքերն եմ ուզում մեջ բերում անել, որտեղ որ Պողոսն ասում էր. Սա իրոք շատ կարևոր է։ Պողոս հետևյալն էր ասում. Դուք էլ սրբատաշ քարերի պես շինվեցեք հոգևոր տաճար։ Հիմի հարց եմ տալիս։ Եղբայրները սա շատ լավ հասկանում են։ Երբ որ տունը շինում են սրբատաշ քարով պիտի լինի, քարը քարանքներից բերում են, պիտի տաշեն։ Հիմի մենք էլ որպես անտաշ քարեր բերվել ենք եւ Աստված ինքը մեզ ամեն մեկից պիտի տաշի նպատակը դնելու տաճարի վրա։ Հիմի հարց, մենք ուզում ենք տաճարի վրա տրվել, թե ոչ։ Բոլորիս նպատակն է սա։ Հիմի հարցը հետևյալն է. ուզում ենք տաշվել, թե ոչ։ Առանց տաշվել չես տրվելու։ Շատ անգամ այդ միտքը ասում եմ, սիրի քո թշնամուն։ Մարդիկ մտածում են, լավ թշնամուն ինչի համար սիրեմ։ Երբ որ ես հասկանամ, թե թշնամին ինչի համար է եւ իրեն գործնություն Աստված ինչ է թույլ տվել, ես երբեք չեմ ատի։ Հիմի հարցը հետևյալն է, որ դու սրբատաշ քար տրվելու ես տաճարի վրա, Աստված օգտագործել է մեկին, որի միջոցով քեզ տաշել է։ Հիմի հարց է տաշող գործիքից դու գոհ ես թե դժգոհ։ Այսօր մենք կռիվ ինչ ենք տալիս մարդկանց հետ։ Այդ մարդը ինձ տեղին կամ անտեղին ցավեցրել է, անպատվել է, խնդիրները ստեղծել։ Քույրս, եղբայրս, Աստված այդ մեկի միջոցով ցույց է տալիս քո հավատքի չափը, քո սիրո չափը, ցույց է տալիս քո հոգևոր վիճակը։ Եթե բոլորիս կողքը լինեն լուրջ հոգևոր մարդիկ, մեզի չցավեցնեն, մեզի խնդիր չստեղծեն, իմ հոգևոր վիճակը ինչպես պիտի երևա։ Պետրոս առաքյալը իրեն խոսքի մեջ կամ իրեն հավատամքի մեջ իրոք հաստատ էր, եւ ինքը ինչ էր մտածում, այդ 11-ից ով կուրանա իրան, ինքը ուրացող չէ Հիսուսին։ Եվ ինչ ասեց, Տեր, միջև հիմա քեզ հետ եմ։ Հիսուս ինչ ասեց, Պետրոս նախքան հավի խոսել է 3 անգամ կուրանաս։ Ինչի համար Պետրոսին թույլ տվեց, որ Պետրոսը տեսնի, որ ինքը ուրացող սիրտ ունի։ Եվ այսօր, երբ որ մենք նայում ենք մեր կյանքի մեջ մարդիկ լոկ մեկ բանի համար են մեզ հղկելու, մեզ տաշելու։ Մի ենթադրենք Հայկազ եղբոր միջոցով Աստված ինձի տաշում է։ Ես Հայկազից գոհ պիտի լինեմ, թե դժգոհ։ Հայկազը ինձի անպատվել է։ Ինչու համար է անպատվել, Աստված թույլ է տվել, որ ցույց տա ես հավատք ունեմ, թե չէ։ Թույլ է տվել, որ ցույց տա ես սեր ունեմ, թե չէ։ Հիշում եք, երբ որ մենք կարդում ենք Սուրբ Գրքի մեջ առաջի Կորինթացիս 13-րդ գլխի կարծեմ 8 համարն է գրված հետևյալը. սերը երբեք չի վերջանա։ Հիմա ամենակալ Աստված ուզում է, որպեսզի ցույց տա, որ իր մեջ սեր չկա։ Եվ ումը պիտի օգտագործի այն մեկին, որը ավելի կոպիտ է, ավելի սուրը, բայց սա ես չեմ հասկանում, սրա համար խնդրեմ ունեմ։ Եվ ինքը ամենակալ Աստված այսօր հորդորում է ինձ, որպեսզի ես սա կարողանամ տեսնել։ Բայց երբ որ մենք նայում ենք մեր իրական պատերազմը, քուրեր ջան, եղբայրներ ջան, այսօր շեղվում է, երբ որ մենք սխալ ուղղություն ենք վերցնում, սխալ պատերազմ ենք տալիս։ Ուշադրություն դարձեք, Կայեն Աբել պատերազմը քանի հազարամյակ է անցել եւ չի վերջացել։ Դերև այդ կռիվը կա մեր մեջ, ամեն մեկի մեջ։ Եվ սրա համար քուրեր ջան, եղբայրներ ջան, ուղղակի կուզեմ անկես խոսանք, որպեսզի մենք տեսնենք, մենք այսօր ինչի համար ենք կռիվ տալիս։ Որն է մեր կռիվը։ Երբ որ ուշադրությամբ դարձնենք,
Թող ասվածները, ես որից է մեկին նկատի չունեմ, առաջինը ինչ որ խոսում եմ ուղղված է ինձ։ Այսօր շատերս պատերազմում ենք մեր անձի ցանկությունները բավարարելու համար։ Հիշում եք, Հակոբու թղթերի մեջ Հակոբոսը ինչ է խոսում եկեղեցու վրայով։ 4-րդ գլուխ առաջի համարից եմ կարդում։ Որտեղից են պատերազմունքները, կռիվները ձեր միջում։ Չէ՞ որ այստեղից, այսինքն ցանկություններից։ Ուղղակի կուզեի, որպեսզի մենք լուրջ նայենք։ Այսօր, եթե պատերազմի ուղղությունը չփոխվի, մենք երբեք չենք հասնի վերջնակետին։ Եղբայրներ քույրեր, թող Աստված օգնական լինի եւ ողորմություն անի, որպեսզի ես եւ դու կարողանանք սա տեսնել։ Այսօր մարդիկ ինչու համար են պատերազմում։ Խոսքը հոգեվորների մասին է, մարմնավորի մասին չէ։ Այսօր մեր պատերազմը շեղված է, մենք պատերազմում ենք, որպեսզի աշխարհին նմանվենք։ Մենք կարող է զարմանանք, լավ, եկել ենք հավատքի, որ աշխարհին նմանվենք։ Այսօր Հռոմեացիս 12-ի երկրորդ համարը, երբ որ մենք կարդում ենք, միշտ կանգնում եմ այս համարի վրա։ Ինչ է գրված։ Միք կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով։ Այլ նորոգվեցեք ձեր մտքի նորոգությամբ, որ դուք քննեք, թե ինչն է Աստծո կամքը։ Բարին, հաճելին, կատարյալը։ Քուրս ջան, եղբայրներ ջան։ Այսօր շատ անգամ լինում է պարակապոր մարդկանց հետ խոսում ես հոգևոր, մտածում են մարմնավորապես։ Եղել է պարակապոր մարդուն ասում ես, լսիր, Աստծո խոսքը այսպես է ասում։ Ուղղակի ասված թողներ, մի հատ օրինակ եմ տալու, որից մեկին նկատի չունեմ։ Ուղղակի կուզեմ, որպեսզի մենք շտկվենք այստեղ։ Լինում է պարակապոր ասում ես, թե հոգևորն է քեզ համար առավել, թե մարմնավորը, մեր բոլորի պատասխանը մեկն է, հոգևորը։ Այդպես է, թե չէ։ Բայց հարց եմ տալիս, ավելի շատ ժամանակահատված ինչու՞ն ենք տրամադրում, հոգևորին թե մարմնավորին։ Եղբայրներ քույրեր, այսօր Աստված մեզ չի կանչե մարմնավորի համար։ Մենք մարմնավոր ապրում ենք, ինքը որդին չզոհեց, որպեսզի մենք նորից այդ կյանքով ապրենք։ Եվ ինքը մեզ չի կնել, որպեսզի մենք մեր ուզած կերպով, մեր սրտի ուզածի պես ապրենք։ Ինքը կնել է մեզ, որպեսզի մենք իրեն ուզած կերպով ապրենք։ Բայց այսօր մենք կռիվ ենք տալիս, որպեսզի աշխարհին նմանվենք։ Իմ խոսքի հիմքում չենք ասում, որպեսզի մենք չունենանք լավ բնականաններ կամ մեքենաներ, չգիտեմ ինչեր, չէ, այս չէ։ Ուղղակի ես ցույց եմ տալիս, որ մենք շատ անգամ նմանվում ենք աշխարհին։ Աշխարհը այսօր ինչին է ցկտում։ Իսկ մենք ինչ ենք ցկտում։ 73-րդ Սամոսի հեղինակը Ասապ ուներ այս խնդրը։ Եվ նայեք Ասապը ինչ ասում, քիչ է մնացել ոտքերս ծրվել, բան չի մնացել, գնաց կսա է։ Ինչի համար։ Հոգևոր էր մտածում, թե մարմնավոր։ Շարունակության մեջ գրված է, ինչ է ասում։ Որտեղ նրանք ցավ չունեն իրենց միջև իրենց մա։ Նրանց մարմինը փափուկ է, ուրիշ մարդկանց հետ նեղություն չեն քաշում։ 12-րդ համարի մեջ գրված է, ահա սրանք են ամբարիշները, որ հաճախակ են աշխարհումս։ Այսինքն ինքը ինչ էր մտածում։ Աստծո ողորմությունը կամ Աստծո շնորհը կամ Աստծո օրհնությունը մարդու կյանքի մեջ էս նյութական է։ Արմեն եղբայրը որ ասեց, առաքյալ աշակերտների վրա եմ ուզում անդրադառնալ։ Հիսուսը ինչ ասեց, որ ասեցին, թե խիստ է այդ բանը, ով կարող է լսել դրան։ Որն էր պատճառը։ Շարունակության մեջ մենք տեսնում ենք, որ այլևս Հիսուսի հետ ման չէին գալիս։ Որտեւ իրենք ինչ էին մտածել, Հիսուսը եկել է որպես փրկիչ։ Իրենք սպասում էին Մեսիային։ Եվ շատերը հետ քաշվեցին, որտեւ այդ մարմնավոր կերպով էին մտածում են Հիսուսը կգա, վերջը հрьяաներին կազատի հռոմեական իշխանության լծի տակից։ Իրենք էլ մտածում են Հիսուսը կլինի թագավոր, իրենցից մեկը մարզպետ, մեկը քաղաքապետ, մեկը գյուղապետ, բայց երբ որ Հիսուսը ասեց, սրա համար չեմ եկել, իրենք թողեցին Հիսուսին գնացին։ Այսօր Ասապի մոտ առաջացել էր խնդրեմ։ Ասում է քիչ է մնացել, ոտքերս ծրվեն եւ բան չի մնացել, որ գնաց կսա։ Ինչի համար։ Որտեւ ինքը մտածում էր, ինքը հավատացյալ մարդ է, Աստված իրեն ամեն կերպերով պիտի օրհնի։ Ոչ սիրելիս, օրհնությունը այդ նյութականը չէ։ Օրհնությունը Քրիստոս հետ ապրելն է։ Ես շատ անգամ ես համարը մեջբերում եմ անում, տարիներ առաջ
ազականում հուղարկավորություն է։ Մի հատ Սարիկ եղբայր ունենք, մեղվապահ էր, ինքն էլ կակազող եղբայր, ոչ քարոզող էր, ոչ սպասավոր էր։ 11 երեխա ունե, 11-ն է եկեղեցու մեջ, հարց եմ տալիս, օրհնությունը թե չէ։ Երկրորդ օրինաց 28-ի մեջ, երբ որ մենք կարդանք, ամենակալ Աստված նայեք ինչ է մեզ ամեն մեկից սովորեցնում։ Երկրորդ օրինաց 28-րդ գլուխ։ Առաջի համարի մեջ գրված է հետևյալը. «Եվ եթե քո Եհովա Աստծոյցան ուշադրությամբ լսես, զգուշությամբ կատարես նրա բոլոր պատվիրանքները, որ այսօր ես քեզ պատվիրում եմ, քո Եհովա Աստվածն էլ քեզ երկրից բոլոր ազգերից գերազանց կանե։ Եվ այս բոլոր օրհնությունները քեզ վրա կգան»։ Ինչ է գրված։ Դու քաղաքի մեջ օրհնյալ կլինես։ Դաշտի մեջ օրհնյալ կլինես։ Օրհնյալ կլինի քո որովայնի պտուղը։ Հիմա ո՞րն է օրհնությունը։ Հավիտենական կյանք ունենալ, թե ժամանակավոր կյանք ու վերջնակետը հավիտենական տանջանք։ Ասապը մտածում էր մարմնավորապես, ուներ աշխարհի կերպարանքը, եւ ինքը ցկտում էր հենց այս վիճակին։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, այսօր մենք կռիվ ենք տալիս ինչի համար, որպեսզի նմանվենք այս աշխարհին։ Բայց Աստված քեզ սրա համար չի կանչել։ Քեզ կանչել է որպես լույս։ Կանչել է որպեսզի իրեն նմանություն, իրեն պատկերն ունենաս։ Եթե ոչ, գալուտ նպատակը որն է։ Աստծո ամբողջ ծրագիրը սա է։ Երբ որ մենք կարդում ենք Ծննդոց առաջի գլուխ 27 համարի մեջ գրված է, եւ Աստված ասես, մեր պատկերով, մեր նմանությամբ պես մարդ ստեղծենք։ Շարունակության մեջ գրված է, Աստված իր պատկերով ստեղծեց մարդը, նմանությունը չկա։ Պատկերն ուրիշ է, նմանությունը ուրիշ է։ Նմանությունը բնությունն է, կյանքն է։ Եվ Պողոս առաքյալը առաջի Կորինթացիս 11:1-ում ինչ էր ասում. Ինձի նմանվեք, ինչպես ես եմ Քրիստոսի։ Հիմա եթե մենք վերլուծենք Պողոս առաքյալը Քրիստոսի նմանությունն ուներ արտաքին։ Ես մի հատ գիրք ունեմ, որտեղ որ Պողոս առաքյալի մեդալյոնը կա, որը դաշված է, չգիտեմ դրամ է թե ինչ է, ծուր քթով ճաղատ գլխով կարճասակ անձնավորություն է Պողոս առաքյալը։ Բայց ինքը ինչ էր ասում, ինձի նմանվեք, ինչպես ես էլ Քրիստոսի, ինքը Քրիստոս բնություն ուներ։ Այսօր մենք փոխանակ կռիվ տանք Քրիստոս բնությունը ունենալու։ Այսօր մեր կռիվը մեկն է աշխարհն է։ Երիտասարդները, որ խոսում եմ, շատ անգամ ուշադրություն դարձեք, 6-7 տարի առաջ որևէ մեկը մորուք չէր պահում։ Այդպես է թե չէ։ Հիմա ինչի համար է մորուքը պահում։ Հարց եմ տալիս։ Մորուք պահելը մեղք չէ, բայց աշխարհին նմանվելն է մեղք։ Իսրայել ազգը բոլոր մարդիկ մորուք էին պահում։ Այստեղ խնդիրը մորուք պահելու մեջ չէ, այստեղ խնդիրը նմանվելուն է, որ այսօր մենք ուզում ենք աշխարհին նմանվել։ Չգիտեմ, Աստված օգնական լինի մեզ ամեն մեկից, բայց ուղղակի այսօր իմ եւ քո կռիվը պիտի լինի որը, քուրեր ջան, եղբայրներ ջան, իմ սրբությունը եւ քո սրբությունը։ Եթե այսօր ես սուրբ կյանք չեմ ապրել, ես երկինք երբեք չեմ մտնելու, եւ Պողոս առաքյալը սրա համար էր կռիվ տալիս։ Առաջի Կորինթացիս 9:27-ում ասում է. Ես իմ անձս կճնշեմ ու կնվաճեմ, որ ուրիշներին քարոզելով ինքս խոտելի չգտնվեմ։ Այս մարդու նպատակը միայն մեկն էր՝ նմանվել Քրիստոսին։ Եվ ինքը հորդորում էր Տիմոթեոսին, ուշադրություն դարձրեք իր սիրելի աշակերտին ինչ էր հորդորում ասում։ Կարդում եմ առաջի Տիմոթեոս 4 գլուխ 12-րդ համարից. Ոչ ոք քո մանկությունը չանարգե, այլ օրինակ եղիր հավատացյալներին, խոսքով, վարկով, սիրով, հավատքով, սրբությունով, միջև որ կա միտքդ կիրկարտալուն, հորդորմունքին եւ վարտապետությանը։ Եվ 16 համարի մեջ շարունակությունը սա էր. զգուշ կաց անցիդ եւ վարտապետությանդ, դրանում հարատևիր, որ այդ անելով քո անձն էլ կապրեցնես, քեզ լսողներին։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, ուղղակի խնդրանքս հետևյալն է։ Այսօր մենք ինչու համար ենք կռիվ տալիս, ո՞րն է մեր կռիվը։ Փոխանակ որ կռիվ տանք մեր սրբությունը։ Ինչի համար ես պիտի սուրբ լինեմ։ Աստծո խոսքի մեջ գրված է Աստված արտարի աղոթքը կլսա։ Այսօր ես պիտի կռիվ տամ, որպեսզի իմ ընտանիքը սուրբ լինի։ Իմ կռիվը պիտի լինի հետևյալը, որ եկեղեցին սուրբ լինի։
Եվ այսօր ամեն մեկ քրիստոնյա այսպես պիտի մտածի։ Եթե ոչ ինքը պարտված է։ Թող Տերը օգնական լինի մեզ ամեն մեկի։ Շարունակության մեջ ինչ ասում Պողոս առաքյալը, գրված հետևյալը. Բարի պատերազմեցի, ընթացքս կատարեցի։ Քուրը ջան, եղբայրներ ջան, այսօր շատ կարևոր է, որպեսզի նաև մտածենք այդ ընթացքի մասին։ Որն է ընթացքը։ Դա այն նպատակն է, որի համար որ Աստված մեզ կանչել է, որ ես եւ դու ժառանգենք հավիտենական կյանքը։ Բայց Աստված միայն մեզ համար չի կանչել։ Հիշում եք, սա գրված է Մարկոս ավետարան 3-րդ գլխի մեջ, որտեղ որ Տեր Հիսուս Քրիստոս հետևյալն էր արել։ Կարդամ 13-14 համար։ Եվ վեր ելավ Սարը, իր մոտ կանչեց, որոնց որ ինքը կամեցավ։ Եվ նրա մոտ գնացին 12 հոգի կարգեց, որ իր հետ լինեն եւ որ ուղարկե քարոզելու։ Առաջին նախապայմանը Աստծո հետ լինելն է, երկրորդը խոսքը տարածելը։ Սա ընթացքն է, որ ամեն մեկս պիտի ունենանք։ Քուրս ջան, եղբայրներ ջան, ուղղակի երկու համար եմ ուզում մեր շփում անել։ Առաջինը Մարկոս ավետարան 11-րդ գլուխ 12-րդ համարը, 12 եւ 13-րդ համար։ Հիշում եք, երբ որ Հիսուսը Բեթանիայից դուրս եկավ, գրված է, որ սովեց։ Եվ հերվանց մի թզենի ծառ տեսավ։ Մոտեցավ, որ պտուղ գտներ, չգտավ։ Եվ երկրորդը Ղուկաս ավետարան 13-րդ գլխի մեջ է, այստեղ խոսում է Այկեպանի մասին։ 13-րդ գլուխ 7-րդ համարի մեջ գրված է հետևյալը. Այկեպանին ասեց. ահա 3 տարի որ գալիս եմ պտուղ որոնելու այդ թզենու վրա եւ չեմ գտնում։ Կտրիր դրան, ինչու՞ դա երկիրն է խափանել։ Նա էլ պատասխանեց եւ ասաց. Տեր, այս տարի թող դրան, միջև որ դրա 4 կողմովը փորեմ, աղբացեմ, թերևս պտուղ բերե, ապա թե ոչ, եկող տարի կտրիր դրան։ Ուշադրություն դարձեք, թզենի։ Առաջինը, ամենակալ Աստված ուզում է մեր վրա տեսնել հոգևոր պտուղ։ Մարկոս 11-ի միտքը սա էր։ Իսկ 13-ինը, քուրեր ջան, եղբայրներ ջան, ուղղակի ուզում եմ սրա մասին լուրջ մտածեք։ Ամեն մեկ անձնավորություն, եթե պտուղ չէ բերում, Աստված կտրում է նրան։ Հովանու ավետարան 15-րդ գլխի մեջ կարդացեք, այնտեղ ամենակալ Աստված հետևյալն է ասում, որ ինքը որդն է։ Ներողություն, ես եմ ճշմարիտ որդը, եւ իմ հայրը մշակը, ամեն ճյուղ, որ ինձանում է եւ պտուղ չէ բերում, նա կտրում է նրան։ Այս միտքը ավելի ուզում եմ պարզեցնել։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, ուղղակի շատ պարզ։ Հարց հետևյալն է, այսքան տարիների մեջ մենք քանիսին բերեցինք Քրիստոսին։ Արդյոք ես միջոց հանդիսացա մեկին Քրիստոսին գալու թե չէ։ Քույրիկները սա շատ լավ հասկանում են, գիտեն, երբ որ իրենց ծաղիկ են նվիրում, դնում են անոթի մեջ, ջուր են լսում, այդպես է, թե չէ։ Եվ ծաղիկը լինում է, որ շաքարավազ են լսում, 10 օր կամ 8 օր կամ 15 օր մնում է։ Եվ երբ որ հարցնում են, թե ինչի հետևանքով, շատերը մտածում են, որ այդ երկար մնալը կախված է ջրից, ջուրը անհրաժեշտ է, բայց ծաղիկը ապրում է իրենց հողունի մեջ գտնված սնունդից։ Երբ որ այդ սնունդը վերջանում է, ինչքան էլ կուզես ջրի մեջ դիր, մեկը ինքը չորանալու է։ Եվ այսօր քրիստոնյան, քուրեր ջան, եղբայրներ ջան, որի մեջ այդ կյանքը չկա, ինքը պիտի չորանա։ Եթե պտուղ չի բերել, ինքը չորացած է, կտրվելու տակ է արդեն։ Եվ ուղղակի ուզում եմ հաստալ ինձ եւ քեզ, այսքան տարիների մեջ մենք իշքանին դարձանք միջոց Քրիստոսին գալու։ Եթե պտուղ չեմ բերել, Աստծո խոսքն ասում է, որ ես արդեն իսկ կտրված եմ։ Եթե ամեն քույր կամ եղբայր տարեկան 1 հոգի վկայի բերի եկեղեցին կմեծանա թե չէ։ Իմի հարցը հետևյալն է, Աստված քեզ ինչու համար է կանչել։ Միայն քեզ համար։ Ոչ սիրելիս։ Պետրոս առաքյալը հետևյալն էր ասում, առաջի Պետրոս 2-րդ գլուխ 12-րդ համար։ Ինչ բանով որ ձեզ չարագործների պես պամպասում են, ձեր բարի գործերը տեսնելով փառավորեն Հորը այցելության օրումը։ Ով է փառավորում Հորը։
Այն մարդը, որ հաճախում է եկեղեցու, այն մեկը, որ մտնում է եկեղեցու մեջ։ Այս համար խնդրանքս հետևյալն է, որ մենք ապրենք այդ կյանքով։ Այսօր նորից եմ ասում, ընթացքը, որ խոսում է, բուն նպատակն է իրականացման, որի համար որ Աստված մեզ ամեն մեկից կանչել է։ Իսկ այդ կանչել է, որպեսզի ես եւ դու ավետարանը տարածենք։ Չէ՞ որ Սուրբ Գրքի մեջ Մատթեոս ավետարանի մեջ Տերն ասում է. դուք եք աշխարհի լույսը եւ դուք եք աշխարհի աղը։ Հետաքրքիր լույսը ինչ է անում։ Որն է լույսի գործը։ Խավարի մեջ մեկին ուղղություն ցույց տալը։ Իսկ բուն նպատակը հասնել Աստծո վերին կոչմանը, մրցանակին, որը Քրիստոս կյանքը հավիտենական։ Սրա համար քուրես ջան, եղբայրներ ջան, մեզ պետք է որ լուրջ մտածենք հետևյալի մասին։ Եվ ինչպես պետք է հասնենք այդ վիճակին։ Առաջինը հետին բաները մոռանալով։ Այսօր մենք շատ անգամ միշտ հիշում ենք անցյալից, լինում է պարակա, որ մարդը ասում է, ես ժամանակին այսպես եմ սկսել, իսկ Աստծո խոսքն ինչ ասում է, հոգով սկսեցիք, մարմնով վերջացրեցիք։ Թողեք այդ ամենը, այսօր իրական վիճակին մենք պիտի նայենք։ Եվ շատ անգամ մեր մեծերը հետևյալն են ասում, մարդու վերջը լավ լինի։ Թող Տերը օշնիցը զորացնի, ուղղակի խնդրանքս է, որից է մեկ հետ կրիմիկ տվեք։ Մանավանդ մարդկանց հետ։ Աստված այդ մարդուն ինչի համար է տվել։ Լինում է պահեր, երբ որ միջահասակ ծերերի ժամանակ ճամբար որ գալիս են, մանավանդ տատիկները մոտենում են, սկսում են փողոքներ իրենց հարսի վրայով։ Այսպեսին է, այսպեսին է, այսպեսին է։ Ասում եմ, իսկ երբևիցե մեկ անգամ հարց չես տվել, ինչի է Աստված այդ հարցին քեզ տվել։ Ասում է, եղբայր ջան, մեր տունը խաղաղ էր, եկավ իմ տունը քանտեց, ասում եմ, քո տունը խաղաղ չէր։ Այդ հարցին ուղարկեց Աստված, որ ցույց տա, որ քո տունը քանտված էր, որ ապաշխար ես։ Նորից եմ ասում, Սողոմոն իմաստուն ասում էր, երկաթը երկաթով կսրվի, մարդը կսրի իր ընկերի երեսը։ Այդ մեկը, որ քո երեսը սրում է, քեզ տաշում է, այդ մեկից գո պիտի լինես, թե պիտի կռիվ տաս այդ մարդու հետ։ Տերը բոլորի թոշն է։ Գանք Տիրոջ առաջին, խնդրենք ամենակալ Տիրոջը։